Լամինատներ ընդամենը 2390 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Գործում է նաև 16 ամիս 0% ապառիկ։ Մանրամասները Ideal System.am։ Բարեցես, դուք գիտում եք առաջին դրատվականն է, ինչպես գիտեք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում։ Այսօր վարչապետը ելույթ է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայերեն լեզվով, ֆրանսերեն համաժամանակյա թարգմանությամբ, որին հաջորդելու է հարց ու պատասխանը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին են մասնակցում նաև հայկական պատվիրակության անդամներ եւ այս բանը զրուցելու են ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Արուսյան Ջուլհակյանի հետ։ Եվ այսպես Տիկին Ջուլհակյան, շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։ Այս անգամ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը հարցերի ինչպիսի օրակարգով է ներկայանում։ Պարոն Վարդանյանը նշեց Գազան, Ուկրաինան, Թուրքիայի խնդիրը, մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից ինչ քննարկումներ են նախատեսված, համեցեք։ Բարև Սիրանուշ, շնորհակալ եմ այս հնարավորության համար, ինչպես միշտ այս անգամ եւս աշնանային լիագումար նիստի օրակարգը բավականին հագեցած է տարբեր հարցերով եւ քանի որ Եվրոպայի խորհուրդը եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մասնավորապես մարդու իրավունքների կազմակերպությունն է, այստեղ բոլոր քննարկումները տեղի են ունենում հենց մարդու իրավունքների շուրջ եւ այս անգամ նույնպես տարբեր երկրների հետ կապված հարցեր են քննարկում եւ գիծակետում իհարկե մարդու իրավունքներն են։ Այս պահին մեկնարկում է հենց Թուրքիայում տիրող իրավիճակի մասին քննարկում, մենք քննարկումներ ենք ունենալու Ուկրաինայի հարցով, Գազայի հարցով կունենանք քննարկում, Վրաստանի հետ կապված քննարկում կունենանք մոտ օրերին, բայց ամենակարևոր օրակարգը, որ Հայաստանի համար այսօր մենք ունենալու ենք, դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն է լիագումար նիստի ժամանակ, երբ որից հետո նաև վարչապետը կպատրաստվի երկրորդ պատգամավորների հարցերին։ Բնականաբար ելույթը նույնպես լինելու է մարդու իրավունքների մասին, ժողովրդավարության մասին եւ այլն, բայց այս մասին շատ բան բնականաբար չեմ ասի, շուտով ժամը ասեմ ես 50 րոպեից արդեն մենք ականատես կլինենք վարչապետի ելույթին եւ մեր քաղաքացիները հնարավորություն կունենան, կարծում եմ նաեւ ուղիղ եթերում հետեւել այդ ելույթին եւ նաեւ դրան հաջորդող հարց պատասխանել։ Լավ, տեսեք շեշտում ենք այսպես մի կարմիր գծով մարդու իրավունքների խնդիրները եւ ուզում եմ այստեղ առանձնացնենք օրինակ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրավիճակը, մասնավորապես Մերձավանում տեղի ունեցած այդ սպանությունները Արաքսա խոշորացված համայնքում, հիմա այս ֆոնին անդրադառնանք քաղաքական ու քրեական առհասարակ իրողություններին, սերտաճումներին։ Մենք գիտենք, որ այս առումով քրեական ենթամշակույթի արգելման մասին ընդհանուր ինչեւ օրենք ընդունվեց, բայց երբ այսպիսի իրավիճակ է, կարող ենք արձանագրել, որ այդ օրենքը մեծ հաշվով իր պտուղները չի տվել եւ այս առումով երբ է այսպիսի իրավիճակ երկրում ստեղծում, երբ քաղաքացին այլևս հնարավորություն չի տեսնում դատական ճանապարհով իր խնդիրները լուծելու, այսինքն վստահություն չունի այդ համակարգի նկատմամբ, ուստի առաջանում է այսպիսի իրավիճակ հարցերը այսպես լուծելու։ Դուք այստեղ խնդիր, պատասխանատվություն չեք տեսնում իշխանությունների։ Եվ խնդիր եմ տեսնում, եւ բնականաբար պատասխանատվություն եմ տեսնում, բայց ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ սա նոր ստեղծված իրավիճակ է։ Այլ հարց, որ գոյություն ունեցող իրավիճակը լուծելը մեզ դեռ չի հաջողվել, բայց սա նոր սկիզբ առած հարց չէ, այսինքն հարցերը նման ձևով լուծելու, այսինքն արտադատական կարգով լուծելու դեպքերը մեզանում եղել են միշտ, ինչը շատ վատ է, դրան շատ վատ բացասաբար են բնականաբար վերաբերվում, բայց նոր բան չէ, նոր ստեղծված իրավիճակ չէ։ Հետևաբար այստեղ խոսք կարող է գնալ միայն այն մասին, որ մեզ դեռ չի հաջողվել այս խնդիրը լուծել, եւ դա չի հաջողվել անել նաեւ այն պատճառով, որ խնդիրը բավականին խորքային է եւ ներ հասարակական բարդ հարաբերություններից բխող խնդիր է։
շատ ցավալի են ամեն ինչ տեղի ունեցել Մերձավանում, շատ ցավալի է ինձ համար եւ այստեղ այո ես բնականաբար նաեւ տեսնում եմ նախ եւ առաջ ուժային կառույցների պատասխանատվության թերացման հարցը այդտեղ ես տեսնում Այսքան ընտրողի քվեն չկարողացաք պաշտպանել մեծ հաշվով կամ ուժը այդտեղ կապ չեմ տեսնում ընտրողի քվեի հետ Այսքան ընտրողներ նկատում համայնք ընտրողի քվեի հետ ես այդտեղ որևէ կապ չեմ տեսնում այլ համայնքի ներսում անառողջ հարաբերությունների հարց եմ տեսնում եւ այդ անառողջ հարաբերությունները ոչ թե իրավական ճանապարհով այլ անհասկանալի այդ մեզանում ցավոք սրտի դեռ գոյություն ունենալ շարունակվող արատավոր երևույթի խնդիր եմ տեսնում ընտրությունների հետ առհասարակ ես այդ խնդիրը չէի կապի այլ նորից եմ ասում մեզանում այն իրավիճակի երբ ցավոք սրտի դեռ ունենք համայնքներ որտեղ որ կարող է ինչ-որ ընտանիքներով թշնամանա եւ այդ խնդիրները փորձեն ոչ թե լուծել երկխոսության միջոցով եթե երկխոսությունը չի ստացվում ոչ թե իրավական ճանապարհով այլ քրեորեն պատժելի արարքներ կատարելու միջոցով շատ ցավալի իրավիճակ է եւ այդտեղ Ուժայինների շեշտեցիք դուք այն հրաժարականները որ եղան գիտեք մեկ երկու արդյոք բավարար էին Տիկին Ջուլհակյան վարչապետն էլ իր ելույթ ցավակցականում նշում էր ամառամասն հետևություններ անելու մասին ուսումնասիրելու մասին հիմա ինչ հասկանալ էստեղ եւ ոտքի վրա չեմ կարող գնահատական տալ արդյոք բավարար էին թե ոչ որովհետեւ հասկանալու համար բավարար էին դրանք թե ոչ ես պետք է այդ իրավիճակին շատ խորքային ձևով տիրապետեմ, այսինքն բոլոր մանրամասները պետք է իմանամ, ինչ է եղել, ոնց է եղել, ով է ինչում թերացել եւ դրանից հետո նոր կարողանամ հետևություններ անել, թե արդյոք բավարար են այն պաշտոնանկությունները, որ մենք տեսանք։ Համենայնդեպս մենք տեսանք, որ ունեցել ենք փաստորեն պաշտոնանկություն քննչական կոմիտեում, հա, Արմավիրի պատասխանատուի քրեական ոստիկանություն եւ դատախազությունում։ Դա քիչ չէ, բայց արդյոք բավարար է թե ոչ, այդ հարցին պատասխանելու համար ես պետք է ավելի մանրամասն տեղեկություններ ունենամ։ Չեմ սիրում ոտի վրա գնահատականներ անել։ Տիկին Ջուլհակյան երբ նշում եմ քրեական ենթամշակույթ, ոչ միայն համայնքում միմյանց միջև հարաբերություններ պարզելու, այլ նաև քաղաքականություն այն ուղիղ մտնելու եւ ինչու եմ սա ասում, որովհետեւ տեսեք Գյումրի համայնքի ղեկավարը Վարդան Ղուկասյանը խոսում է գողերի հետ հարաբերությունների մասին, իր նախապատվությունների մասին, դրա համար ըստ էության մենք տեսնում ենք, որ պատասխան չի տալիս։ Հիմա տեսնում ենք Մերձավանում էլի դարձյալ այսպես ասած գողական այսպես հաշվեհարդարներ են նախկինում տեղի ունեցածի պատճառով համենայն դեպս գոնե պաշտոնական հաղորդագրություններից ենք այսպես հասկանում սա խնդիր չէ ըստ էության իրավապահների ուժայիններին դուք երբ մատնանշում եք մենք ինչպիսի բարեփոխումներ պիտի արած լինեինք որ այս ճանապարհին ուշացել ենք ու որ դուք էլ նշում եք ըստ էության ունենք առկա խնդիր ավելին ասեմ ոչ թե ունենք համայնքում ներանձնական հարցեր լուծող այլ քաղաքականության մեջ մտած մարդիկ, որոնք այսօր հանդգնում են այսպիսի հայտարարություններ անել, ավելին տեղի ունեցածից հետո անգամ Վարդան Ղուկասյանը ասում էր, որ եթե ընդդիմադիր ես, ապա այսպիսի հաշվեհարդարներ են տեսնում Մերձավանի դեպքերից հետո։ Դուք սկզբում մեր խոսակցությունում հղում արեցիք քրեական ենթամշակույթի օրենքին, որը ընդունվել է 19-20 թվականներին դեռևս 19 դեռևս այս առումով ես պետք է ասեմ այն նախագիծը, որ մենք ընդունել ենք, այս տիպի դեպքեր չի հասցեագրում, որովհետև այդ նախագիծը վերաբերում է իսկապես այն այսպես կոչված օրենքով գողերին։ Բոլորը գիտեն, որ SSS մարդիկ իրանք օրենքով գող են եղել կամ են շարունակում են լինել, իրենց հետ վերաբերում, բայց այն խնդիրը, որի մասին մենք հիմա խոսում ենք, շատ ավելի խորքային է, այսինքն ներհասարակական հարաբերությունների մասին ենք մենք խոսում, որտեղ պարտադիր չի, որ մարդը ճանաչված լինի օրենքով գող, բայց ինքն իր մեջ հարաբերություններ այդ ոճով է լուծում, որովհետև այլ տարբերակ չի պատկերացնում, այսինքն իրավական ճանապարհը դեռևս
այնքան հարգիչ է մեր քաղաքացու համար, հա, ինքը չի տեսնում դա որպես, բայց այո, դա պետության խնդիրն է, որ պետք է շարունակաբար արմատավորի հասարակության մեջ, որ հարցերի լուծումը պետք է լինի բռնության բացառման եւ պետք է լինի իրավական ճանապարհ, այսինքն այն ճանապարհը, որ իրանք ընդունում, որը ընտրում է քաղաքացի խնդիրները լուծելու համար, պետք է լինի բացառապես իրավական, բայց իր համար նաեւ պետք է հավաստիանան, որ իրավական ճանապարհը արդար ճանապարհ եւ արդյունավետ ճանապարհ, այսինքն քաղաքացին նույնիսկ եթե որոշի իր հարցը իրավական ճանապարհով լուծել, այդ հարցը լուծվելու է իրավական ճանապարհով, այլ ոչ թե գնալու է, ասենք մի 10 տարի դատարաններում պատտվի, վերջում էլ անորոշ շարքատակվի, այսինքն այդ խնդիրը անպայման պետք է հասցեագրվի եւ լուծի, բայց այստեղ նաեւ դուք ասեցիք ինչ պետք է անենք, ինչ բարեփոխում պետք է անենք։ Ես կարծում եմ բարեփոխումները, որոնք պետք է անենք, իրենք արդեն արվել են, բայց բարեփոխումը պետք է հասկանանք, իրանք մենակ թղթի վրա գրելով չի, իրանք պրակտիկ կյանքում պետք է սկսեն աշխատել, բայց այդ պետք է կիրառելի լինեն, սկսեն աշխատելու համար, նաև պետք է կադրել, եւ մենք այդ լրջագույն խնդիրը, որ մենք ունենք, բոլոր տեղերում կադրերի պակասը, դա ես անկեղծ ասած չեմ պատկերացնում, կարճաժամկետ կտրվածքում դրա համար արագ լուծում։ Կադրեր պատրաստելու ճանապարհն է միակ լուծումը։ Միանշանակ, որովհետև բարեփոխումը մենք ֆանտաստիկ ռեֆորմներ ենք գրել թղթի վրա, որպես ռազմավարություն ընդունել, այդ ռազմավարություններից բխող շատ գեղեցիկ օրենքներ գրել ենք, ընդունել ենք, ամիսներով քննարկել ենք, դրանք ազգային ժողովում հպարտ ձևով քվեարկել ենք, բայց հետո դա պետք է կիրառվի եւ կիրառելու համար պետք են մարդիկ։ Այդ մարդկային ռեսուրսը մենք ցավոք սրտի չունենք, որովհետև կրթական համակարգը Հայաստանի Հանրապետությունում հետևողականորեն, այս բառը ասելուց միշտ ինձ վատ եմ զգում, բայց այլ ավելի հարմար բառ չեմ գտնում։ Հետևողականորեն կրթական համակարգը բռնաբարվել է։ Եվ մենք իսկապես գալիս է ռեֆորմանելու պահը, այդ ռեֆորմը կյանքի կոչող մարդիկ տեսնում են, որ չունեն։ Նույն անընդհատ բողոքում ենք դատական համակարգի մասին։ Ռեֆորմ չարվեց, այսինչ չարվեց, վեթինգ չարվեց, հա, անընդհատ այդ դժգոհությունը մենք լսում ենք, բայց մենք նայում ենք դատական իշխանությանը, նայում ենք դատարաններին, տեսնում ենք այնտեղ մարդկային ռեսուրսի հսկայածավալ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ես հիմա կոնկրետ թիվ կդժվարանամ ասել, բայց եթե ճիշտ եմ հիշում, ավելի քան 60% դատավորների փոխվել է։ Եվ ինչ? Եվ ոչինչ։ Եվ այս առումով նորից կադրերի խնդրի կենկետի, որ մարդկային ռեսուրսը չի բավարարում։ Նույնը վերաբերում է քննչական մարմիններին, դատախազական մարմիններին։ Ռեֆորմը անում ենք, գեղեցիկ ամեն ինչ գրում ենք, ասում ենք պետք է անցնեն բարեվարկության ստուգում, այսինքն ամեն ինչը անցնում է, գալիս է կետը ու հասկանում ես, որ դու չունես ցավոք սրտի այնքան պրոֆեսիոնալ կադր իրավաբանական համայնքում, որ իրենց կարողանաս բերես այդ քննչական մարմիններ, իրավապահ համակարգ, դատական իշխանություն եւ կարողանաս դա նորմալ աշխատացնես։ Այդ է մեծագույն խնդիրը, որ մենք ունենք ցավոք սրտի եւ ժամանակի ընթացքում այդ ուղղությամբ ուղղակի մենք պետք է աշխատենք, փորձենք ներդրում անենք իրական արդյունավետ ներդրում անենք կրթական համակարգի բարեփոխումների մեջ, որ արդեն կարողանանք լուրջ արդյունքի հասնել։ Եվ Տիկին Ջուլհակյան անդրադառնանք նաև Մարդ իրավունքների Եվրոպական դատարանի սեպտեմբերի 8-ի որոշմանը, այդ որոշումից հետո, եթե չեմ սխալվում, դուք ինքներդ էլ Facebook-յան գրառում արեցիք մարտի 1-ի հետ կապված, հա, ոչ միայն դատախազությունը ըստ էության պետք է ուրեմն շարունակություն տա եւ որոշի թե ինչ գործողություններ պետք է ծավալվեն, որ միեդի այս վճիռը կոնկրետ շարունակություն ունենա, այլ ընդհանրապես իրավական հարթության մեջ եթե դիտարկում ենք, որքանով է մեր իրավական համակարգը ի վիճակի քայլեր անել այս ուղղությամբ, առհասարակ միեդը որոշեց, միեդը ըստ էության այսպիսի որոշում կայացրեց, մինչդեռ օրինակ հայաստանյան ուրեմն Լավ, շատ լավ, Տիկին Ջուլհակյան, միեդի որոշման հետ կապված, այդ տեսեք շատերն ասում են իշխանության անգործության արդյունքում մենք այսօր ունենք այդ իրավիճակ, որ մենք ակնկալում էինք Հայաստանի իշխանությունները հետևողական կլինեն մարտի 1-ի բացահայտման, բայց տեսեք միեդը ավելի հետևողական գտնվեց։ Նորից համաձայն չեմ դրա հետ։ Իհարկե
իհարկե հեղափոխության ժամանակ մարդիկ հեղափոխություն նախ եւ առաջ արել են արդարության վերականգնման եւ այս տեսանկյունից արդարության վերականգնման տեսանկյունից առանցքային անկյունաքարային նշանակություն ունի մարտի 1-ի գործը բայց այստեղ շատ լուրջ հարց է ինչ պետք է անի իշխանությունը ինքը պետք է միջամտել դատական իշխանության աշխատանքին այդ առումով թե ոչ այստեղ կարող ենք ասել այո պետք է որովհետեւ նա պետք է արդարությունը ապահոver բայց որովհետեւ կոնկրետ խոստում էր տրվել այո բայց արդյոք դա ավելի լուրջ հետևանքների չէր բերելու երկարաժամկետ կտրվածքում քան այն ինչ որ մենք հիմա ունենք Հիմա ասում եք դատախազությունը արդյոք պետք է հետևություններ անի մի այդ այս վերջին վճռից հետո իհարկե պետք է անի բայց նաև պետք է ասեմ որ որքանով որ ես հետևում եմ մարտի 1-ի գործով դատավարությանը դատախազությունը անգործության մատնված չէ եւ այն եւ սահմանադրական դատարաններ եթե հիշում եք դիմել եւ հարցրել սահմանադրական դատարանից արդյոք իրավունք ունի, հա, այնտեղ վերավորակել գործը եւ այլ հոդված կիրառել, քան նախկինում էր կիրառված եւ այդ նաեւ սահմանադրական դատարանի որոշումը այդ առումով եղավ դրական եւ դրա հիման վրա վերաբացվել է այսպես ասած շարունակվում է մարտի 1-ի գործի քննությունը։ Ես չգիտեմ ինչ կլինի վերջում, բայց համենայն դեպս ես պետք է ասեմ, թե մարդու իրավունքն է եվրոպական դատարանի վճիռները, թե մարդիկ ապրել են մարտի 1-ի ժամանակ, տեսել են ինչ է կատարվել, հետոն են տեսել։ Այդ ուժերը նորից ընտրության են մասնակցելու եւ ոչ մի քայլ այս ուղղությամբ չեն արվում։ Ոչ միայն մասնակցում են ընտրության, այլ նաեւ իրենց կողմից թալանած այդ ընտրությունների ժամանակ փողը ծախսում են, որ իրենք վերարտադրվեն։ Հենց այստեղ ժողովրդավարությունն է, դուք ասում եք ժողովրդավարությունը մենք չենք միջամտում, բայց ըստ էության ժողովրդավարական գործիքներով պայքարում են ժողովրդավարությունը տապալելու դեմ։ Ժողովրդավարության գործիքները չարաշահելով պայքարում են ժողովրդավարության դեմ եւ այստեղ է որ մենք պետք է հասկանանք որն է այն թույլատրելի սահմանը, որ կարող է պետությունը ժողովրդավարությունը պաշտպանելու համար կիրառել, բայց միաժամանակ չվնասել ժողովրդավարությունը։ Այսինքն արձանագրում ենք, որ ժողովրդավարության տապալման ուղղությամբ են նրանք աշխատում։ Բնականաբար իրենք աշխատում են ժողովրդավարության տապալման, իրենց պետք չի ժողովրդավարությունը, իրենք պետք է ժողովրդավարությունը այնքանով, որքանով իրենք այդ ժողովրդավարությունը օգտագործում են իրենց իշխանությունը եւ թալանելու հնարավորությունը հետ վերադարձնելու համար։ Այդքանով է իրենք, այդքանով են միայն իրենք հետաքրքրված ժողովրդավարության։ Ու տեսնում եք խնդիր, որ նրանք մասնակցում են Տիկին Ջուլհակյան ընտրություններին։ Ես տեսնում եմ խնդիր իհարկե, որ նրանք մասնակցում են, բայց եւ պետք է հասկանանք արդյոք ինչ գործիքներ կարող են կիրառվել իրենց մասնակցությունը բացառելու համար եւ արդյոք կարող են թե ոչ, եթե մենք խոսում ենք երկարաժամկետ կտրվածքում։ Շատ ցած չեն այս քայլերը հաշվի առնելով նրանց ակտիվությունը վերջին տարիների նաեւ դրանք ուշացած են, չեմ կարծում որ դրանք ուշացած են։ Այստեղ շատ երկար քննարկելու հարցեր կան, որն է ճիշտ թե որը սխալ։ Մենք հաճախ խոսում ենք այն մասին, որ պետք է գնալ, կտրել, ջարդել, փշրել, բայց ես չգիտեմ պետության շարունակականության եւ պետությունում առողջ մթնոլորտ ապահովելու տեսանկյունից դա արդյոք ճիշտ է թե սխալ։ Ես այդ հարցերի պատասխանները ինքս իմ մեջ չունեմ եւ կարծում եմ, որ սա բավականին լայն եւ լուրջ քննարկում է, որ մենք մեր հասարակության ներսում պետք է ունենանք։ Մեզ ասում եմ միշտ չկա որևէ հանդիպում քաղաքացիների, որտեղ մեզ չասեն ինչի սա նստած չի, ինչին է նստած։ Տիկին Ջուլհակյան, հենց դուք եք խորհրդարանի ամբիոնից հրապարակում վերջերս ամիսներ առաջ Ռոբերտ Քոչարյանին պատկանող գույքը։ Գիտեք, եթե ամբողջությամբ դուք ներկայացնեք, այդ օրներ չէր հերիքելու ձեզ դրանք այնքան շատ է։ Իսկ ինչ ունենք արդյունքում։ Ինչ ունենք արդյունքում։ Այս պահին դատարանում ընթացող գործ Սիրանուշ ջան, եւ մենք գործ ունենք սեփականության իրավունքի մասին, որի ծագումնաբանության վերաբերյալ բոլորս ունենք կասկածներ եւ դատախազություն ունի կասկածներ եւ այն մասով, որով որ ապացուցողական բազա է կարողացել հավաքել եւ դա քիչ չէ, 200-300 միլիոն ամերիկյան դոլարի մասին է այս բանը խոսքը, դիմել է դատարան, բայց եթե մենք ուզում ենք, որ մեր պետություն լինի օրենքի պետություն, իսկ մենք ուզում ենք, որ մեր պետություն լինի օրենքի պետություն, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը պետք է տեղի ունենա օրինական եւ իրավական ճանապարհով։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ հակաօրինական եւ հակաիրավական ճանապարհ, որովհետեւ հիմա ենթադրենք բռնագանձեցինք դա ուժային մեթոդով, հա, տեսականորեն։
Պարզ չի, որ դա գնալու է միջազգային ատյաններ, այնտեղ ջարդվելու է, վերադառնալու է եւ պետության համար ոչ միայն վատ նախադեպ է արդեն ստեղծված լինելու արդեն իսկ պետության կողմից հակառակորեն գործողության, այլ նաեւ պետությունը մեկը միևնույնն է այդ ինչ որ վերցրել հետա տալու գուցե մի բան էլ ավելի շատ։ Հետևաբար այստեղ մենք կարող չունենք արագ լուծումներ, բայց ենթադրաբար ու ճիշտը պետության առողջության տեսանկյունից դանդաղ լուծումն է, այլ ոչ թե արագ լուծումը։ Սրանք հարցեր են, որոնց մասին մենք պետք է մտածենք, դա իհարկե մեր հասարակության ակնկալիքներին չի բավարարում, որտեղ բնական է, որ ժողովուրդը ուզում է արդարություն եւ ուզում է այդ արդարությունը արագ։ Բայց ես նորից եմ ասում, մենք պետք է հասկանանք արագ արդարությունը երկարաժամկետ արդարություն բերելու է, թե այս պահին լուծելու է խնդիր, որը հետագայում ավելի մեծ պրոբլեմ է դառնալու պետության համար եւ պետության ներքին առողջության տեսանկյունից դառնալու է լրջագույն խնդիր։ Ես չեմ ուզում, որ մենք պետություն հայտնվի շրջապտույտի մեջ, արատավոր շղթայի մեջ, երբ այն որ ասում են clean and wishibայոտ, անընդհատ նույն բանի մեջ մենք ընկնենք։ Ես կարծում եմ, որ մենք իսկապես պետք է փորձենք կառուցենք օրենքի երկիր, բայց այդ ընթացքում նաև պաշտպանենք ժողովրդավարությունը։ Այդ բալանսը մենք ճիշտ պետք է կարողանանք գտնել, եթե մենք ուզում ենք երկարաժամկետ կտրվածքում ունենանք ժողովրդավար երկիր, բայց ամուր ժողովրդավարություն ունեցող երկիր, քիչ խոցելիություններ ունեցող երկիր եւ առողջ ներհասարակական հարաբերություններ ունեցող երկիր։ Այս ուղղությամբ ես կարծում եմ մենք պետք է շարժվենք եւ կարծես թե շարժվում ենք, հետեւաբար ես նորից պետք է հայցեմ մեր քաղաքացիների ներողամտությունը, իրենց համար արագ արդարություն չապահովելու համար եւ խնդրեմ համբերել եւս մի փոքր